սպասելի արձագանքեր, ես դաշնակցության վերաբերյալ ձեր կանխատեսումները իրականություն կդառնան ճիշտ այնպես, ինչպես ձեր նախընտրական խոստումները, ես էլ այդպիսի կանխատեսում եմ անում, եւ հիմա էլ պահանջում եմ, այդ ումից եք դուք պահանջում, ում վրա եք մունատ գալի, այս սպանությունը չեք ասում բացահայտված, ես եմ բացահայտեք եւ դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունը եւ բան արեք, պատժեք մեղավորներին եւ մարտի 1-ը վերջի վերջը բացահայտեք եւ Պողոս Պողոսյանը եթե բացահայտված հանգամանք չկա բացահայտեք, դուք ում վրա եք մունատ գալիս։ Ու ի վերջո դուք տեղ հայտնվեցիք ինչի համար, կրկնելու, այն ինչ եղել է, հա, ավելի վատ ձևով կրկնելու, ոսիչ հեգնանք, քանի տարի պայքարեցիք որտեղ հայտնվեք, 25, քանի տարի։ Հիմա եկել եք, գնացել եք, պայմանավորվում եք բաների հետ, այդ թվում թշնամական երկրի գլխավոր շտաբից աջակցություն ստանում եք, Ադրբեջանում ձեր մասին երկ կա, ինչ ուզում են տալիս եք, գալիս եք ասում եք, դե տղա եք, հեղափոխություն արեք։ Վստահ եմ կանեն, դուք մի քիչ էլ սենց շարունակեք, ես հայտարարություն մի քիչ էլ անեք, մի քիչ էլ Այլևինը դեմ գնաք վախվորած խոսակ գայեք ստեղ առյուծ կտրեք, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչում կհամոզվի վերջը։ Շնորհակալություն ձեզ։ Ձեր ուշադրությանն եմ հրավիրում, որ Փարաքար համայնքի ղեկավարի ցավալի սպանությունը ըստ էության կատարողները առնվազն բացահայտված են եւ որևէ կասկած չունեմ, որ ամբողջական կբացահայտվի։ Պողոս Պողոսյանի գործը դատարանում է եւ լրատվությամբ հետեւում եմ եւ ենթադրում եմ, որ դա էլ կբացահայտվի։ Վարամ Խորխորոնու սպանությունը բացահայտվում է։ Ենթադրում եմ իհարկե դատարանի վճիռ չկա, բայց եթե դատարանի վճռի հասնի, համենայն դեպս բոլոր նախադրյալները կան, որ գործը կգնա դատարան, դա էլ կբացահայտվի։ Համոզված եմ, մարտի 1-ի գործը բացահայտված է, մնում է, որ պատասխանատուները ենթարկվեն արժանի պատասխանատվության եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ մնացածը էլի եմ ասում։ Ինչ մուննաթի մասին եք խոսում։ Մուննաթ ոնց որ դուք եք գալիս, բայց պատգամավոր եք, մուննաթ եք, բայց նույնիսկ դա չի փրկի դաշնակցությանը։ Ինչ վերաբերվում է մեր նախընտրական ծրագրին, կառավարության 2021-ից 2026 թվականի ծրագրում, որ այս դահլիճում քննարկվել է եւ քվեարկվել, գրված է Հայաստանի ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք եւ բազմաթիվ պարտավորություններ փոքրագույններից, բայց կարող ենք փոքրագույններին, միջիններին չանդրադառնալ նույնիսկ, բայց եթե պետք է անդրադառնանք, ամեն տարի ես գալիս եմ կառավարության 2021-ից 2026 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց եմ ներկայացնում, այդ զեկույցը ամեն տարի ծավալով մեծանում է, բայց այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Ծրագրում գրած է, որ Հայաստանի կառավարությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի առաջ ունի մեծագույն պարտավորություն եւ այդ մեծագույն պարտավորությունը կատարված է։ Ինչ էլ անեք կատարված է։ Գաք մուննատ, չգաք մուննատ, դա ձեր կյանքում ոչ մի բան չի փոխի։ Իսկ Հայաստանի կյանքում շատ բան կփոխի։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։